Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կրկին ձերբակալվել է, նրա տանն այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ձերբակալությունը սակայն կապ չունի Քերոբյանի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ։ Այս անգամ էկոնոմիկայի նախկին նախարարն ասնում է շուրջ 17 տարի առաջ տեղի ունեցած կոռուպցիոն գործով։ Վահան Քերոբյանին մասնավորապես մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքներ։ Ըստ քննչականի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ստեղծվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ փաստաթղթերով 2008-ից մինչև 2014 թվականը հափշտակել է Երևան համայնքին պատկանող շուրջ 74 հեկտար մակերեսով հողատարածքներ։ Կոմիտեն հաղորդում է, որ հանցավոր կազմակերպության անդամները այդ անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են բանկերում, ստանալով 10 միլիոն եւ ավելի ԱՄՆ դոլարի վարկեր։ Թե Վահան Քերոբյանը կոնկրետ ինչպես է հանցավոր կազմակերպությանը մասնակից դարձել եւ ներգրավել փողերի լվացման գործում, քննչականը չի հստակեցնում։ Այդ տարիներին Քերոբյանը Star Divide փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն էր։ Ըստ քննչականի հանցավոր կազմակերպությունը ստեղծել են գին ու կոնյակի գործարանի սեփականատեր ՀՄ-ն, որն ըստ ազատության տեղեկությունների Էրեբունու գին ու կոնյակի գործարանի սեփականատեր Հովհաննես Մարգարյանն է։ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, ինչպես նաև մի քանի ընկերությունների սեփականատեր Գ.Ան։ Վերջինս էլ մեր տեղեկություններով գործարար Գևորգ Աֆանդյանն է, նախկին Star սուպերմարկետների ցանցի եւ Արզնի հանքային ջրերի գործարանի եւ այլ ընկերությունների սեփականատերը։ Աֆանդյանը նույնպես ձերբակալված է։ Այս գործով ընդհանուր առմամբ 12 անձի ձերբակալման որոշում կա։ 7-ն արդեն իսկ ձերբակալված են, այդ թվում Վահան Քերոբյանը, ով ինչպես փաստաբան Տիգրան Եգորյանը փոխանցեց, մեղադրանքը չի ընդունում։ Էկոնոմիկայի նախկին նախարարին քննչական կոմիտեն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Բնականաբար Վահան Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում, այլ մանրամասներով հիմա չենք կարող հանդես գալ եւ մեկնաբանություններով հանդես գալ։ Դրանց մասին խոսենք կալանքի միսից հետո։ Մի հարցը, պարոն Եգորյան, քաղաքական ենթատեքստ տեսնում է պարոն Քերոբյանը այս ձերբակալության, այս գործի հետևում։ Բոլոր հարցերի եւ դրանց համապատասխան մանրամասների վերաբերյալ այնքանով որքանով կհամարենք անհրաժեշտ էլի կալանքի միսից հետո։ Բայց տանում են իրեն կալանավորման։ Արդեն որոշումը կա։ Ուղղակի են որոշումը, սպասենք դատարանից նշան։ Կալանքի որոշումը արդեն քննչականը կայացրել է ամեն դեպքում։ 50-ամյա Վահան Քերոբյանը վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ էկոնոմիկայի նախարար նշանակվեց 2020-ին։ 4 տարի անց 2024-ին նա ազատվեց պաշտոնից եւ անմիջապես կալանավորվեց։ Մարդուն գողություն անելու չեն բռնել։ Հիմա մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս, ասենք մենք ինչպես շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու։ Նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնյական դիրքի չարաշահման հոդվածով։ Ըստ քննչականի 2023-ին էկոնոմիկայի նախարարությունը մրցույթին մասնակցող ընկերությունների միջև ընտրություն էր կատարել ավելի բարձր գին առաջարկած Սիներգի օգտին։ Մինչդեռ Քերոբյանը չի ընդունում մեղադրանքը եւ շարունակում է պայքարել արդարացման համար։ Այս գործն արդեն դատարանում է։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ Քերոբյանը տարիներ շարունակ բիզնեսով է զբաղվել։ 2012-ից 2020-ը Menu Group-ի հիմնադիր տնօրենն էր։ 2006-ից 12 թվականները Քերոբյանը Star Divide PB գործադիր տնօրենն էր։ Հենց այս ընկերության գործունեության շրջանակներում էլ Քերոբյանը ձերբակալվել է։ Առայժմ պարզ չէ արդյոք ձերբակալված գործարար Գևորգ Աֆանդյանին պատկանող նախկին Star առևտրային ցանցը եւ Վահան Քերոբյանի Star Divide ընկերությունը փոխկապակցված են եղել միմյանց հետ, թե ոչ։